Տեսեք, իրենք ինչ արեցին, ամառը ասեցին, քանի երթևեկությունը թեթև է, փորձեցին երթևեկության որոշակի հատվածներում երթևեկության փոփոխություններ անել, օրինակ հենց կոնկրետ Սարյան փողոցը դարձրեցին միակողմանի, որ մինչև սեպտեմբեր ուրեմն վարորդները հարմարվեն այդ ճանապարհներին, այդ նոր երթևեկության կանոններին, որպեսզի սեպտեմբերից խցանումներ չլինի։ Ամառը ըստ իրենց ասելու բնակչությունը Երևանում քիչ է կամ դուրս են գալի հանգստանալու, երթևեկությունը քիչ է, ուսանողները դասի չեն գնում, պետք է ավելի հարմար լիներ փոփոխության համար։ Այնինչ եկավ սեպտեմբերը ու տեսանք, որ երթևեկությունը ուրեմն կոլապսի է ենթարկված, խցանումներ են, եւ եթե իրանք փոփոխություն են կատարել Սարյան փողոցում, որպեսզի թեթևացնեն կենտրոնը ինչ-որ մի ձևով, կենտրոնում խցանումներ եւ կենտրոնի հարակից Մաշտոցի պողոտան թեթևացնելու փոխարեն Մաշտոցի պողոտան ավելի է ծանրաբեռնել է։ Հետո մարդկանց համար դժվարություն է առաջացել, այսինքն մարդը Սարյան փողոց գնալու համար, որ պետքա Բաղրամյանից գնա Սարյան, ինքը պետքա մեծ շրջան կատարի, որպեսզի գնա հասնի Սարյանի իր ցանկացած, ասենք, չգիտեմ, Պուշկին խաչմերուկ օրինակի համար։ Այսինքն նաև մարդկանց համար է դժվարացել, եւ վարորդների համար են դժվարացել, իրենց համար երթևեկությունն է դժվարացել։ Այսինքն ասելս նաեւ որ այս մարդիկ կառավարման հետ խնդիրներ ունեն, ունակությունների բացակայությունների, կարողությունների, հմտությունների եւ փոխանակ պիլոտային ինչ-որ մի բան փորձեն, չստացվի մեկ այլ բան փորձեն, իրանք դրել են այսենց դոգմա են սարքել, պետք է Սարյանը դառնա միակողմանի, որի արդյունքում տեսել են կենտրոնը ինչ է կատարվում։ Բայց միայն կենտրոնը չէ, ես հեռու չգնամ, այստեղից մի քիչ հեռու, ուրեմն Նորքի զանգվածները, ես մեր մոտ եմ հիմա ասելու, որ Աչափնյակում 16, 17, 15 թաղամասերի հետ Խաչմերուկում ուրեմն դարձրել են շրջանաձև երթևեկություն։ Այդտեղ պետք է լիներ հյուսիս-հարավ ճանապարհով կառուցված վերգետնյա ուրեմն ճանապարհ, կամուրջ։ Այդ կամուրջը չեն արել, դարձրել են շրջանաձև երթևեկություն, խցանում է ու այդ խցանումը, ասենք օրինակ այդ շրջանաձև ճանապարհից միջև Սիլիկյան թաղամաս խցանում է լինում, երբ որ երեկոյան տուն ես գալի։ Ցերեկը խցանում է նույն Շիրազի փողոցում, միջև ուրեմն Բեկնազարյան փողոց խցանում է լինում։ Նույնը դեպի, ասենք, Մազմանյան փողոցի վրա միջև 15 թաղամաս խցանում է լինում։ Այսինքն այդտեղ պետք է լիներ ոչ թե շրջանաձև ճանապարհ, շրջանաձև երթևեկություն, այլ պետք է լիներ կամուրջ։ Իրանք այդ կամուրջը չեն արել, դա նախատեսված է եղել հյուսիս-հարավ ճանապարհով, իրանք դա հետ չեն արել, բերել մի հատ շրջանաձև ավելի մատչելի ինչ որ բան են կառուցել, արդյունքում խցանում է։ Դա էլ հո կենտրոնը չի։